խումքը պետք է։ Եղբայր։ Hişaliçi Karaçam Margarin. Christos
Հալելույա, լերին ծնծասեն առաջի դյարն զիգա, զի հասյալ է տերի դատելը զետգիր, ընթերցված է երկոցից է։ Հարսն ասում է, թող համբուրի ինձ իր բերանի համբուրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո բոլոր խունկերից։ Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրորդները սիրեցին քեզ և դեպի իրեն ձգեցին քեզ։ Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Հարսը պատմում է օրորդներին Փեսայի մասին, թե ինչ է շնորհել իրեն, արքան տարավ իր սենյակը։ Հարսը պատմում է օրորդներին և նրանք ասում են. ցնծանք և ուրախ լինենք քեզանով, և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Օրորդները Հարսին ասում են Փեսայի անունը. ուղղությունը սիրեց քեզ։ Հարսն ասում է. սև եմ ես և գեղեցիկ դուստրեր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։ Մի նայեք ինձ, որ սևացել թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել, իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին, և ինձ այգեստանի պահապան դրեցին, սակայն իմ այգին չկարողացա պահել։ Հարսն ասում է Փեսային. պատմիր ինձ, իմ հոգու սիրելի, որտեղ ես հովվում քո հոտը, որտեղ ես հանգչում միջօրեին, միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։ Փեսան ասում է Հարսին. եթե դու ինքդ չգիտես գեղեցիկդ կանանց մեջ, հետևիր քո հոտերի ոտնահետքերին և արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ։ Մերձավոր իմ, քեզ նմանեցրի Փարավոնի կառքերին լցված իմ երիվարներին։ Օրորդներն ասում են. քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը մանյակների պես, ոսկե զարդի պես դարձնենք քեզ, արծաթե կիտվածներով հանդերձ, մինչև այդքան արքան քեզ իր գիրկն ընդունի։ Հարսն ասում է ինքն իրեն և Փեսային. իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որ պիտի հանգստանա իմ ստինքների մեջ, նռնու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին, ենգաղդի այգեստանների մեջ։ Փեսան ասում է Հարսին. ահավասիկ գեղեցիկ ես, մերձավոր իմ, ահավասիկ գեղեցիկ ես, քո աչքերն աղավնիներ են։ Հարսն ասում է Փեսային. ահա բարետես ես, սիրեցյալ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո, մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը նոճիներ։ Փեսան ասում է ինքն իրեն և Հարսին. ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների Շուշան, ինչպես Շուշանը փշերի մեջ, այնպես և իմ քույրը աղջիկների մեջ։ Հարսն ասում է Փեսային. ինչպես խնձորենին անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին տղաների մեջ։ Ընթերցվածը Զաքարիա մարգարեությունների գրքից է։ Մեծապես ուրախացիր դուստր Սիոնի, ազդարարիր դուստր Երուսաղեմի, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը, նա հեզ է, հեծած էշի և նրա ավանակի վրա, և կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները Երուսաղեմից, կփշրվի պատերազմով աղեղը և ազգերի միջից բազմությունն ու խաղաղությունը կտիրի ջրերին, ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։ Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից, և կնստեք ամրոցներում դուք ժողովրդի կալանավորներ, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ, քանի որ քեզ, ով Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ով Սիոն, հույների որդիների դեմ, և կշոշափեմ քեզ պատերազմողի
պողպատե սուսերի պես։ Տերը վերացկացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, ամենակալ Տերը կփողահարի և կընթանա իր սպառնալիքի շարժումով։ Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց, կոչնչացնեն նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով, կխմեն նրանց արյունը գինու պես և կլցնեն դաշտերը զոհասեղանի պես։ Ընթերցվածը Պողոս առաքյալի Փիլիպեցիներին ուղղված նամակից է։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում, ուրախ եղեք, թող ձեր քաղցրությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է, որևէ բանով մի մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով, գոհաբանությամբ հանդերձ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Ալելույա, ալելույա, Տեր Աստված մեր երևեցավ մեզ, արարեք տոնս ուրախության կանխավ մինչև անկյունս սեղանով։ Hangist, teď vystavte. Teşekkür ederim. Garvane garbi. Դե նկարվեց արդեն։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ես ձեզ երկու անգամ վիդեո ուղերձ եմ ուղարկել։ Ինչով։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակների չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնեմ։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում, աղաչում եմ, հրաման տվեք ամունիսիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդերում տեղ չկա։ Ես ձեզ շատ խնդրում եմ։ Բոլորի Մենք անունից։ պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ Ուզում եք խոսելու։ հենց հիմա կչոթեմ կխնդրեմ։
Չէ, չոքելու Աղաչում եմ։ Հրաման տվեք ամունիցիալինի։ Գոնե Բեռնաթարը։ Ոսի ամունիցիայի մասին Պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր կարող եք ազգանունը ի՞նչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա, այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք, ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն, իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Այդ է մեր դիրքորոշումը։ Պարոն կներեք, էլի Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի։ Համաներում ով չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ինչ է պայմանական վաղաժամկետ ազատում։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Չէ, բայց ես էլ եմ եղել, գիտենք այդ գիտեք ինչ է պայմանական վաղաժամկետ ազատումը, որ Ես լավ գիտեմ, նստում ես են, ներսն եմ եղել։ որ ինչ որ ասենք 1/3-ով ազատվում են, դեպք կա 2/3-ով են ազատվում, դեպք կա կեսով են ազատ։ Վերջը։ Ներս եղել եմ, պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ Արդեն դուք էլ գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ, չի փոխվելու։ Դուք ունեք այդ Պայմանական Ինչն վաղաժամկետ։ է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրանք ունեք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Կալանավորների Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, հա մեզ հետ տվեք էլի բան։ Մի րոպե։ Լավ եք երեխեք։ Լոնա, այն բաների չկա։ Էսա հիմա մի վարքյան ես չեմ գնում ոչ միտեղ։ Համեցեք։ Ես 3 անգամ դիմել եմ ձեզ Հա, նամակով։ կներեք։ Ինչով եք գրել նամակով։ Ինչով եք Ես գրել։ անձամբ բերել եմ ձեզ տվել, ձեզ փոխանցեմ որպես։ Դե այդ կառավարություն, որ հանձնում եք, ինքը տարբեր օղակներով անցնում է, Անցել է, բայց պարտադիր չի որ ինձ հասնի։ Ինչի՞ չեք։ Որտեւ այնտեղ տեսեք, կառավարությունում որ բերում եք նամակ եք հանձնում, այդ նամակը գնում է քաղաքացիների ընդունելության վարչություն։ Հետո նայում են, որ օղակին է վերաբերում այդ Գիտեմ, վարչություններով։ բայց ես ձեզ խնդրել եմ, որ անձամբ դուք այդ հարցով վերաբերեք։ Անձամբ ինձ էլեկտրոնային փոստով ես չեմ տալիս, կարգն է տենց։ Գնում է մուտքալ էլեկտրոնային փոստով ինձ գրեք, չնայած հիմա նամակներ հազարավոր արդեն նամակներ ունեմ, բայց կամած կարդում եմ։ Էդ է ձևը պետական բանի։ Ինչ անեմ, նորից գրեմ։ Մի րոպե, Դավոյան Կարինեն ստեղ մոտակայքում է, չէ՞։ Էս այն օգնականը ստեղ է, կասեմ կմոտենա, թող մոտենա։ Հասկան, որ հազարավոր երիտասարդների է Իհարկե։ Օրինակ այդ վարորդական իրավունքների քննությունը առաջ ունեն սարքել, որ բոլոր հարցերը չէ, քշելու մոմենտը կառուցայի հետ է կապված։ Ճիշտ եք Ոչ ասում։ մեկ չի կարող այդ Հիմա մենք աշխատում ենք դրա վրա։ 80%-ը չի կարող։ Ճիշտ եք ասում։ Հիմա աշխատում ենք դրա վրա։ Այդ թեմաներով հարյուրավոր նամակներ ենք ստանում եւ հիմա ստեղ խնդիրը ճիշտ եք ասում, նախկինում անենց ձևակերպած է եղել, որ ոչ մեկ չկա որ փողով հարցը լուծվի։ Բայց մենք հիմա ինչ ռիսկի առաջ ենք։ Հանկարծ մանավանդ գիտեք հիմա ավտոները ինչքան շատ են եւ վթարի հետևանքով զոհվածների թիվը մեծանում է, մենք խնդրեմի առաջ ենք։ Հիմա մենք կամած իրան ուզում ենք բերենք ճիշտ տրամաբանական մակարդակի, որտեղ միանգամից թույլատնելն էլ արդյունքը լինելու է զոհերի, ասում է յուղը ստուգի, ջուրը ստուգի, արդյունքը միանգամից թողելը լինելու է զոհերի թվի եւ վիրավորների թվի ավելացումը։ Դրա համար մենք շատ զգուշ ենք մոտենում, որովհետեւ մեզնից ոչ մեկը չգիտի ում ընտանիքի անդամն է այդ պոտենցիալ վթարի մեջ լինելու, հասկանում եք, բայց ձեր ասած առաջին հետ լիարժեք համաձայն եմ։ Դա դեռ բանասը, որ մարդիկ գնում են Վրաստանում, Ուրա օգնականս, ուրա կարնա։